Սիրված երգիչ Արամեն և կինը Աննա Թովմասյանն իրենց ինստագրամյան էջերի սթորի բաժնում կիսվել էին գեղեցիկ հոլովակով։ Նրանց դուստրը Աննա Մարիան անակնկալ էր պատրաստել, նկարել հայրիկին։ Առաջարկում ենք դիտել ջերմ հոլովակն առանց մեկնաբանության։ Փակել ենք։ Մամա, դու փակի։ Պապա, դու փակի իրական։ Աննա Մարիա։ Ուտի Մարիա, ուտի։ Եքեշում էին, դու ես նկարի իմ սերը։ Արամեն, Եքեշում եմ ես, կեշում։ երկու խոսք։ Ես հովա նկարել։ Ես մի նայ, պապա, նայ, ես մի աչք ընկերին կան արև որ ոնց անեմ, որտև առաջին անգամ են կան, ես մեկն է ես եմ արև։ Ոյ մերնեմ կե։ Միած ստեն նայեք, երեխեքը խնդրել են, որպիսի հլը նայ, չի քշում։ Արամեն իմ ձևեր անի։ Ներին են ասում, որ լավ չէ, հլը նայ, չի քշում, նայ, չանեմ ես այլ, չանեմ։ Քշի, վայ։ Ես դիմացի ավտոն կմտացի։ Ոչմ սենց իմ ձևերն եք, հա անում։ Լավ ես։ Էլի։ Ոնց թելի։ Ոնց թելի։ Մամայի ձևերն են անում, հա։ Լավ, մի քիչ էլ արա, պապա։ Ապրում եմ մամայի ձևերը վրա։ Ամոձես։ Լավ, մի քիչ էլ արա, վсё, հասնում ենք մի քիչ։ Ահա, գնացինք։ Շե։ Սկսեն սես դիմացում։ Քաղաքը քո գիտի դու ով ես եղել, չէ։ Այ լավներ։ Վсё, հասանք։ Եկա, քիչ։ Երկու ձեռքով ու դառը շատ լավն է աղջիկը։ Լայֆրում հաղորդման հերթական հյուրերն էին երգիչ Արամեն, կինը Աննան և երեխաները Աննա Մարիան ու Մարատը։ Վերջերս ինստագրամում բուռն արձագանքի արժանացավ մի հոլովակ, որտեղ Արամեի որդին երգչին համոզում էր գնալ խանութ։ Եվ դա նրա մոտ հաջողվում է, մինչդեռ նախկինում ոչ մայրիկը, ոչ քույրիկը նման հաջողություն չէին գրանցել։ Թե ինչպես է իրեն դա հաջողվել, փոքրիկը պատմեց. Պապան ինձ ասաց, որ նորմալ խոսեմ, բառերը չերկարացնեմ, ինքը ինձ ամեն օր խանութ կտանի։ Արամեն ևս անկեղծացավ, նշելով, որ որդին գիտի, եթե խոսի հստակ, արագ մտածի և ճիշտ արտահայտվի, ինքն իր խոստումը կկատարի։ Ես իրեն խոսք եմ տվել, որ ինչ ուզենա կառնեմ, հիմա հենց այդ ճանապարհի վրա է։ Զրույցի ընթացքում Ամալիա Հովհաննիսյանը նկատեց, թե որքան շատ է զույգը շփվում միմյանց հետ և հարցրեց. Հեշտությամբ են հասել իրար հասկանալուն, թե դա ստացվել է բնական, առանց նույնիսկ նկատելու ինչպես։ Արամեն հումորով պատասխանեց. մենք միշտ չէ, որ իրար հասկանում ենք, բայց շատ ենք խոսում։ Էնքան ենք խոսում, մինչև Աննան հասկանա, կատակեց երգիչը խոստովանելով, որ լինում է նաև հակառակը։ Այժմ առաջարկում ենք դիտել այն հոլովակն առանց մեկնաբանության, որին զրույցի ընթացքում անդրադարձել էր Ամալիա Հովհաննիսյանը։ Լացեն, Չէ, ուր լացեն, տղես։ բայց չես գնում մոտները։ Ամաչում եմ, տղես։ Մի ամաչի։ Ինչու։ Տղավարի պես գնա մի ամաչի։ Դե տղավարի պես գնում եմ, բայց ամաչում եմ։ Ապա, Ջան, բավոցա, ուգոն գնում է։ Գոգոին չեն ճանաչում, Գոգոն չի ամաչում, իսկ ես ամաչում եմ, տղես։ Բավոցա, որ ես գնում եմ։ Քեզ չեն ճանաչում։ Պապա, Ջանիկ, մեկը խանութում կար,
որ ինձ ճանաչում էր։ Դուր չես ասում։ Հետո նկարվեց հետը, ինչ կա։ Դու իր հետ նկարվի, թե ինքը քո հետ նկարվեց։ Նկարվի, ինչ արեց։ Ինքը քո հետ նկարվեց, ասես Մարատ ջան, կարանք նկարվենք։ Հա, Որ ինչ։ ամաչելու բան չկա։ Հատկանշական է նշել, որ Արամեն եւ կինը Աննա Թովմասյանը երբ հյուրընկալվել էին Հերմինե դիալոգ հաղորդաշարին, հարցազրույցի ընթացքում զրույց էր եղել այն մասին, թե շատ արտիստներ, հատկապես տղամարդիկ, գաղտնի են պահում իրենց անձնական կյանքը։ Երկրպագուհիների մի մեծ բանակ, երբ իմանում է, որ արտիստը երջանիկ է, կին ունի եւ այլն, միանգամից փոխում է վերաբերմունքը։ Արամեն Եզակի այն հայ արտիստներից է, ով իր անձնական կյանքը առաջին իսկ օրվանից չի թաքցրել։ Լուսանկարվել են միասին, հարցազրույցների են գնացել միասին։ Եվ վերջապես ինչու, այս հարցին Արամեն անկեղծ պատասխանել էր. Ես երեխաներիս հարցում առավել ծայրահեղ էի։ Աննան մի քիչ հրաշահում է երեխաների հետ վիդեոները։ Ես անպայման նկատողություն եմ անում, այդքան իմ սրտով չի անկեղծ ասած։ Իսկ ինչ վերաբերվում է անձնական կյանքիս, երբևիցե նման մտավախություն չեմ ունեցել։ Բայց իհարկե այդ հարցն ինձ շատ են տվել։ Դրա համար կար ժամանակահատված, մինչև իմ ամուսնանալն էր։ Ես արեցի իմ կարիերայի հիմնական կորիզը եւ ձեռք բերեցի ճանաչում։ Երկրպագուհիների բուռն սեր եւ եկավ մի ժամանակ, որ անխուսափելի էր, որովհետեւ ինքս պետք է ստեղծեի իմ երջանկությունը։ Թաքցնել ընտանիքը կարիերայի համար կարծում եմ մեծամտություն է։ Եսասիրություն եւ շահ հետապնդող մարդը կարող է այդպիսի բան անել, նշել էր երգիչը։ Այժմ առաջարկում ենք դիտել Star News-ի կողմից առանձնացրած հոլովակներն առանց մեկնաբանության։ Պատրաստ ես։ Սիրուն արա։ Սիրուն։ Արինայի, անում։ Չէ։